Բարի առավոտ սերի բարեկամներ, բարի լույս, փառք Տիրոջը, որ նորից միասին ենք եւ իրոք փառք Տիրոջը, որ այսօրը եկավ, ստեղծեց Տեր այսօրը եւ այդպես է գրված։ Ուրախ ենք, որ Տերը ստեղծեց այսօրը եւ կանք եւ ապրում ենք հատուկ նպատակի համար, որպեսզի ճանաչենք նրան։ Եվ Դավիթ ասում էր, ես սիրում եմ կյանքը, սիրում եմ ապրել։ Մեռած մարդը չի կարող քեզ գովաբանել Տեր, բայց եթե մենք ունենք կյանք մեր մեջ, ունենք նաև այդ ուժը քեզ գովաբանելու եւ քեզ ճանաչելու։ Մեզ այսօր միացել է մեր սերի Գրիգոր եղբայրը։ Շնորհակալ եմ եղբայր։ Ես եմ շնորհակալ։ Բարի լույս սիրելիներ, վաղուց չենք հանդիպել։ Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ա տվել Տերը զրուցելու, խորհելու եւ իմ խոհերով կիսվելու։ Ամեն եւ Գրիգոր եղբայր խոհերը այսօր կապված են ուրախության հետ, երկնային ուրախության հետ եւ համարը շատ գեղեցիկ է, մեկնարկային։ Սիրով լսում ենք քեզ եղբայրս։ Նաեւ ակնկալելով, որ դու միջամտելու ես, օգնելու ես, բարձաբանելու ես շատ հարցեր քո տեսակետներն։ Միասին եղբայրս։ Ամեն։ Ուրեմն Ֆիլիպեցիս 4:4-ն է մեկնարկային համարը։ Միշտ ուրախ եղեք Տիրոջով, նորից եմ ասում, ուրախ եղեք։ Ուրեմն ասեմ, որ ինձ համար մի քիչ վիճելի խոսք է, մի քիչ ոչ միանշանակ, որ իր հետ տարակարծություններ ա բերում ես խոսքը, բայց երբ որ սերտում ես, երբ որ հասկանում ես, երբ որ խորհում ես ճիշտ ուղղությամբ, բացահայտվում է քեզ համար այս հասկացողությունը։ Սիրեք, այսինքն այդ զգացողությունը կարող է պատվերով է, հա, ասես կարոտեք իրար, կամ հիմա տրտմում ես, հիմա ուրախ ես, զգացումը, որ անկախ քեզանից է գալիս։ Նախկինում կար, եթե հիշում են իմ սերնդակիցները, պատվերով համերգ։ Պատվիրում էին այսինչ երգը, այսինչ գյուղից, հա, ու լսում էին այդ երգը, կարծես թե սա էլ պատվերով լինի, սիրեք, միշտ սիրեք, բայց ինչ ուրախ եղեք նա։ Ուրախ եղեք, բայց այս տրամադրությունը արհեստական չես կարող բերել։ Եթե արհեստական բերում ես ու արմատներ չունի, սա շուտ կոտրվում է, սա շուտ չորանում է, ինչպես Մարկոս 4:17-ում հիշում եք Սերնացանի առակի մեջ արմատի մասին ոնց էր խոսում։ Երբ որ խոսքը լսում են, շուտով ուրախությամբ ընդունում են նրան եւ իրենց մեջ արմատ չունեն, այլ առժամանակ, շատ գեղեցիկ խոսք է, առժամանակ, այս խոսքից առաջացել մի առժամանակ հասկացող, այսինքն ուրախությունը առժամանակ է լինում։ Հարաբերական ուրախություն, այսինքն ժամանակավոր իմաստակը։ Այո։ Այսօր հաջողված ես, ուրախ ես, վաղը չէ, կորցնում ես։ Մեխանիզմն էլ պարզ նկարագրում է, արմատ չունի։ Իսկ այս ուրախությունը, որ Տերն ասում է ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ուրախ եղեք Պողոս առաքյալի բերանով, պետքա արմատ ունենա։ Արմատ ունենա, որ մնայուն լինի, ու քամիները, տրտմությունը, նեղությունները, փորձությունները, հալածանքները, այս ուրախությանը չվնասեն։ Հակոբոսն ասում է, եղբայրներ, դուք ձեզ շատ երջանիկ համարեք, մյուս թարգմանության մեջ ուրախ եղեք, երբ զանազան փորձությունների մեջ ընկնեք։ Փորձություններ ու ուրախություն, ոչ թե ուրախություն, այլ երջանկություն, նշում է ճանապարհը, որ տանում է սովորում ես համբերության։ Գիտես, միանգամից այսպեսի տպավորություն է թողում, եթե մարգորեն մտածեք, միշտ ուրախ եղեք, ասենք մարդիկ կան, չէ, ասենց ուղերները անջատում են, ինչ են, իրանք ժպի, չէ, տենց հիմարության ինչ-որ տպավորություն է թողում, քորը չի ազդում ես ամեն ինչ, ու ինքը ոնց որ կտրված լինի իրականությունից։ Նույնիսկ վիրավորական է։ Եվ այո, եւ իրոք դա այդպես, այդ տեսակ մարդիկ կան, բայց Հիսուս այստեղ որ ասում է ուրախ եղեք, եւ ուրեմն կներես Պողոս ասում է
Փիլիպեցիներին ուրախ է, Հիսուսն էլ է ասում։ Հիսուսը Պողոսի բերանով։ Այո։ Չէ, ուրիշ տեղ ասում է, ուրախ եղեք, իմ ուրախությունն եմ, խաղաղությունն եմ տալիս ձեզ, բայց խաղաղություն, ուրախություն համահունչ են։ Այո։ Ուրախ եղեք Տերում ամեն ժամանակ, սա չի նշանակում մի մարդ, որը հիմարի տպավորություն կարա թողի, հա։ Սա ոչ խելք ունի, ոչ դարդ ունի, հա։ Ոչ խելք ունի, ոչ մեղք ունի, հա, ասած իմաստով։ Անդարդ մարդ։ Հա, բայց սա դրա մասին չի մենք ստեղ, որովհետև եթե հաջորդ տողերը չկարդան, կարող է այդպիսի տպավորություն թողի, բայց հաջորդ տողերը հուշում են պատճառը ուրախության, մենք վստահ եմ, որ դու կանդրադառնաս դրան, ինչ եմ ուզում ասեմ, սա ողջախոհության սահմաններում է այս ուրախությունը, այսինքն այո, քո վրա ազդում է շրջապատդ իրավիճակները, բայց դրա մեջ դու չես տագնապում, հարցը սրանում է, խոճապի չես մատնվում։ Եթե մեկը խոճապի չի մատնվում, արդեն ինքը այդ ուրախությունը իր մեջ ստաբիլ է, կարելի է այսպես ասել։ Ոչ միայն խոճապի չմատնվել։ Նախ ասեմ, որ այս ուրախ լինել հասկացողությունը բոլոր թղթերում կա։ Այո։ Թեսաղոնիկեցիների մեջ կա ուրախ լինելու էս առաջադրանքը, բայց մնում է ինքդ վերլուծես ու հասնես արմատներին։ Ինչու՞։ Հին ուխտից ես ուզում եմ օրինակ բերել, ուրեմն Առակաց 17:22 ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ։ Այո։ Եվ շարունակությունը, բայց Առակաց 17:22 բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնեն։ Այն որ հիմա արդեն հատկապես գիտնականներն ասում են շատ կարևոր է քո տրամադրությունը, դա առողջության վրա էլ է ազդում։ Ասում են ոսկորները, երբ որ սուրճ ես խմում, կալցիումը պակասում է, մաքրում տանում է սուրճը, հակասում են անընդհատ դիետոլոգները, ասու խոսքը պարզ ասում է։ Ուրախ սիրտը դեղի պես է։ Դեղի պես է, բայց կոտրած սիրտը այս ազդեցությունն ունի։ Նաև մի հրաշալի համար կա Ժողովող 2:26, որովհետև այն մարդուն, որ հաճելի է նրա առաջին, նա տալիս է իմաստություն, գիտություն և ուրախություն, բայց մեղավորին տալիս է զբաղմունք, որը ունայն է և քամի է աշխատանք։ Զբաղմունք է տվել, անընդհատ կլանված, զբաղված է իրագործերով, իսկ նա, որ հաճելի է Տիրոջը, իմաստություն, գիտություն և ուրախություն, սա շատ կարևոր համար է։ Տես Պողոս Առաքյալը մի հետաքրքիր խոսք ունի, ուրախությունը դա Աստծո արքայության արժե համակարգի երրորդ, այս կամ երեք արժե համակարգային, այսպես ասած, բառեր է գրում։ Երկնքի արքայությունը ոչ թե ուտելիք եւ խմելիք, այլ խաղաղություն, արդարություն եւ ուրախություն։ Այսինքն ուրախությունը պարտադիր է երկնքի արքայություն, եթե ես ասում եմ երկնքի արքայությունը իմ մեջ է, նշանակում է անպայման պետքա ակնհայտ ձևով այդ ուրախությունը լինի։ Այլապես նա չի կարող համարվել երկնքի արքայություն։ Խաղաղություն, արդարություն եւ ուրախություն, այս երեք կարևոր արժե համակարգը պետք է աշխատի մեր մեջ, ոչ թե հետո։ Ոչ թե ես հետո պետքա գնամ դրախտ այն ժամանակ ուրախ լինեմ, այլ այս խավար փոթորկոտ աշխարհի մեջ Աստված իր արժե համակարգը դնելով մեր մեջ, որի կարևոր նաև, այսպես ասած, մասը կազմում է ուրախությունը, դա պետք է լինի մեր մեջ։ Այո, դա չի նշանակում, որ դու չես տրտմելու, դա չի նշանակում, որ դու չես նեղվելու, դա չի նշանակում, որ դու անտրամադիր չես լինելու երբեմն։ Դրան գիտես ինչից են առաջանում, անորոշությունից, քաոսիկ
կյանքից դու քո որոշումների ու ընտրության մեջ միշտ շփոթված ես, դու չես հասկանում որն է ճիշտը, որն է սխալը, որն է լավը, որն է վատը, որն է խավարից, որ դա անպայման քո մեջից կխլի այդ ուրախությունը, դու միշտ այդ շփոթված եւ վախեցած կյանք կփորձես ապրել, որի մեջ չկա, իրոք չկա ուրախություն, բայց երբ որ դու քո անելիքը գիտես, դու հաստատ հասկանում ես խավարը լույսից կարողանում ես զանազանել, ճիշտը սխալից կարողանում ես զանազանել, արդեն իսկ հանգիստ ես, արդեն իսկ խաղաղ ես, արդեն իսկ արդարություն ունես եւ բնականաբար նաեւ ուրախությունը դա հաստատում։ Այս process-ը շատ հետաքրքիր է, հոգեբանների հատկապես ասեն, որ քրիստոնյան պետք է հոգեբան լինի նաեւ։ Իհարկե։ Եվ զարմանալի է, երբ որ քրիստոնյան գնում է հոգեբանի մոտ։ Արևելքում դա շատ ընդունված, բայց մեր մոտ էլ արդեն մոդայիկ է դարձել հոգեբան մասնագիտությունը։ Քրիստոնյան Տերը որ ասում է դուք կքննեք, այո, եւ բայց ձեզ չեմ կարող քննել։ Շատ ճիշտ է։ Երևույթները դու քննում ես։ Եվ որպես, ասենք, քրիստոնյա հոգեբան, դու գիտես, որ քո ենթագիտակցության մեջ անսասան մի վեմ կա, որը քեզ պաշտպանում է, որը քո ապավենն է, որը դա Տերն է, բայց նաև կյանքի մեջ ես, ու կյանքի մեջ, ինչպես Հիսուսն ասում է, Հայր, չեմ խնդրում, որ նրանց վեր առնես աշխարհից, այլ աշխարհի մեջ պահես չարից։ Իսկ աշխարհի մեջ կա նաև, որի մեջ մենք ապրում ենք, կա նեղություն, կա տրտմություն, կա դժվարություններ, կա վիճակներ, երբ անտրամադիր ես, ուզում ես մենակ մնաս, ասում են, հա, անտրամադիր է, այս ոնց անտրամադիր է, այս քրիստոնյան, պետք է ուրախ լինի միշտ, ուրախ, հա, ես ուրախ եմ, իմ ենթագիտակցության մեջ այդ ուրախությունը անփոխարինելի կա, բայց այս պահին ես ուզում եմ մենակ մնալ, այս պահին ես ուզում եմ առանձնանալ, մեկը մյուսին չի հակասում։ Շատ ճիշտ ես ասում, թույլ կտաս մի փոքր այս նախադասության ետևում թաքնված այս գաղտնիքները մի փոքր բացահայտենք, ինչի, որովհետև Պողոսը, որ ասում է ուրախ եղեք Տերում ամեն ժամանակ, դարձյալ ասում եմ ուրախ եղեք, սա ոչ թե ինքը ասում է, որ դու կազմակերպի այդ ուրախությունը, դու ուրախ եղեք, արհեստական, չէ, բայց սրա միտքը սա է, որ եթե դու Տիրոջն ես, այդ ուրախությունը պետք է լինի, դու միշտ ուրախ պետք է լինես, այդ իմաստով նաև, եւ շարունակությունը հուշում է ինքը, թե ինչպես է կառուցվում այդ ուրախությունը, ինչ նախապայմաններ կան, որպեսզի մենք ունենանք այդ ուրախությունը, այդ նախապայմանները մեզ մոտիվացնեն ուրախության։ Օրինակ, տես հաջորդ տողը ինչ ասում, ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, Տերը մոտ է։ Հեզ բառը ընդհանրապես այսպես է մեկնաբանվում, մարդ, որը ամեն ինչում համաձայնված Աստծո հետ, անդիմադրելի է նրա խոսքին, նրա համար ինչ որ Տերը ասի, ինչ որ խոսքը հուշի կամ խոսքի միջոցով փորձի Տիրոջը ճանաչել, նա ամեն ինչում համաձայնված է, նա համաձայն է, հասկանա թե չհասկանա։ Օրինակ Պետրոս ինչ ասեց, Տեր ուր գնանք քեզնից, դու կյանքի խոսքեր ունես հավիտենական, բայց վստահ չեր հասկացել ինչ ասում Հիսուսը, ինչ անշանք մարմին ուտել, արյունը խմել, չէ, հիշում ես այդ պատմությունը, նա չէր հասկացել, բայց դա կարևոր չէր իր համար, նա հավատում էր, որ այդ խոսքը հավիտենական կյանքի իմաստ ունի իր մեջ, այ ամբողջ խնդիրը սա է, եւ սրանով է պայմանավորված մեր ուրախությունը, նկատում ես ինքը կարծես սկսում է արմատից այդ հիմքից բացատրել Պողոս առաքյալը, թե ինչպես այդ ուրախությունը մեր մեջ ձևավորվում, եւ ստեղ ասում է ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, այսինքն ամեն մարդիկ, երբ որ քո հետ հաղորդակցվեն, հասկանան, թե դու ում հետ գործ ունես։ Ամեն։ Ով է նա, որին դու վստահում ես։ Ամեն։ Զգում ես ինչով կբացատրես, որ
շատ հաճախ հանդիպում ենք քրիստոնյաների, որոնք միշտ տխուր են, աչքերի մեջ չի առկայծում այդ հույս ուրախությունը, որ հույսով ուրախ եղեք։ Ինչով է բացատրվում այդ ես մի հատ ընկեր ունեի, որի անունը մականոն ուներ, Դիլխոր, միշտ տխուր։ Դու կարող է ուրախ լինես եւ քո ուրախությունը քողարկված լինի, ասենք տխրության բան, բայց գիտեն որ դու ուրախ ես, քեզանից դրական է դուրս գալիս, դրական լիցքեր են գալիս, դա ուրախության արտահայտությունն է, իսկ ինչով է պայմանավորված, որ միշտ տխուր ես տեսնում։ Գիտես, ես հենց հիմա սենց փորձեմ զրուցենք, սա շատ կարելի լավ թե բան ասեցիր։ Գիտես, ինձ համար ուրախությունը դա փաթեթ, որի մեջ բաղադրիչներ կան շատ։ Այո։ Օրինակ, ուրախությունա սերը, ուրախությունա հույսը, արևոտ օրը, լույսը, ուրախությունա հավատքը, ուրախությունա արդարությունը, ուրախությունա խաղաղությունը, այսինքն այդ ամեն ինչը շատ բաներ կան, որ կարող են բաղադրիչներ, բայց երբ որ ասում ենք ուրախ լինեք, նշանակում է դա փաթեթ է, որի մեջ այդ ամեն ինչը կա, ուրախությունը, երբ որ դու չես վախենում, վախ չկա քո մեջ։ Դա էլ է ուրախություն։ Մեծագույն ուրախություն։ Երբ որ կա վախ, չկա ուրախություն, կորցնում ենք մենք։ Ուրախությունը նաև այս ուրախությունը Պողոս առաքյալը որ խոսում է, սա կապ չունի մեր տրամադրությունների, անհաջողությունների, հաջողությունների, ոչ մի կապ չունի։ Դա անգամ Հակոբոսն ասում ուրախ եղեք, չէ, որ նկատում ես աշխարհիկ մարդը սա չի հասկանում, որ ոնց մի րոպե դու փորձության մեջ ես, բայց դու ուրախ ես։ Գիտես խես ուրախ, որովհետև գիտես, որ դա քո դեմ չի աշխատում։ Այդ փորձությունները քո դեմ չի։ Նա օգնում է քեզ, որ դու ավելի աճես Տիրոջ մեջ։ Նկատում ես, սա մտածելակերպ է նաև, սա արժե համակարգ է, օրինակ Սուրբ Հոգու Գաղատացիս 5 Այդ դրա մասին է ուզում, ասա, դու ասա։ Շրթունքներիցս վերցրեցիր ասելի։ Չէ, դու ասա, ես ուզում եմ որ դու ասա։ Ուրեմն պտուղների մասին երբ որ խոսում է, սիրո հետաքրքիր էս ուրախության բանն է բերում, ֆակտորը։ Տես ոնց է գրված։ Ուրեմն սերը անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ։ Այ սիրո բնորոշ բաները, չէ, չի լրփանում եւ տարբեր։ Այսինքն դու նկատում ես, որ ճշմարտությունը ճանաչելու արդյունքում ուրախություն է ձևավորվում։ Ամեն, ճշմարտության եւ վերջում էս թվարկածներից բերում է հույս, հավատ, սեր։ Բայց խնդություն էլ կա, չէ՞, խնդություն։ Քո ասած յուրաքանչյուր բաղադրիչ իր հետ բերում է ուրախություն։ Հույս, դու ուրախ ես, որ հույս ունես։ Հավատ, դու ուրախ ես, որ հավատում ես նրան եւ քո հավատի կոպիտ ասած օբյեկտը երբեք անմխիթար չի թողնում քեզ, երբեք քեզ չի զրկում ինչ որ բանից, նա հաստատուն է եւ սերը միթե ուրախություն չի, հույսը միթե ուրախություն չի։ Ուրեմն սա արմատն է, եթե աշխարհային իմաստով ուրախություն ես ունենում, երբ որ ինչ որ գործերի մեջ հաջողվեցիր, հա, ինչ որ բան գնեցիր, ուրախանում ես, ինչ որ բան կուտակեցիր, ուրախանում ես, ինչ որ քննություն անցար, ուրախանում ես, բայց այս ուրախությունը տևում է մինչև ոտքը տրորելու հարաբերական, աշխարհիկ ուրախությունը հարաբերական է, իսկ փոփոխական է, որտեվ արմատ չունի։ Այո, շատ ճիշտ ես։ Իսկ այս ուրախությունը, հոգևոր ուրախությունը արմատ ունի, արմատ չունեցող ուրախությունը արևից չորանում է։ Այո։ Ու անցնում է, քամի պես ունի։ Այսինքն ազդեցության տակ ընկնելով կորցնում է իր ուրախությունը եւ որին ծանոթ ենք բոլորս։ Ես եմ ծանոթ դրան, ես գիտեմ դա ինչ է։ Այո։ Տես օրինակ Հիսուսին երբ որ աշակերտները եկան, ասացին
ուրախացել էին, չէ, դևերը մեզ հնազանդվում են, բան ինչ հաջող ինձ որ մի հատ հաջողվի, որ մի հատ դևիկ ինձ հնազանդվի, ես բանը ունես կհպարտանամ, կատակ եմ անում, բայց իրոք չգիտեմ, կհպարտանամ, թե չեմ հպարտանա, միջև ինձ չի պատայել այդպես դեպք, բայց իրոք լուրջ այդ իմաստով եմ ուզում ասում, շատ լուրջ հաջողություն գրանցվեց հոգևոր իմաստով իրանց կյանքում։ Դևերը հնազանդվում էին, պատկերով դևերը, բայց Հիսուսի այնքան հանգիստ ընդունեց դա եւ իր պատասխանը սա էր. մի ուրախացեք դրա համար, որ դևերը ձեզ հնազանդվել են։ Դա շատ փոքր բան է։ Ուրախացեք նրա համար, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Սրա մասին կարելի է մի ժամ քարոզել։ Ինչ է նշանակում անունները գրված է կյանքի գրքի մեջ, եւ դու վստահ ես, որ գրան, դու վկայություն ունես, դու փորձառաբար դա, որովհետեւ էսի մի հատ ուրիշ թեմա է, անունի մասին երբ որ խոսանք, հայտնության մեջ ասում եմ ես քեզ նոր անուն եմ տալու սպիտակ խճի վրա գրած, որ ոչ ոք չգիտի դրա իմաստը բացի քեզնից։ Այսինքն սա մի հատ ուրիշ թեմա է, բայց ուրախությունը ինչի հետ է կապված, սա ցուցիչ է նաև, չէ Գրիգորի։ Ամեն։ Պողոս Արաքյալը կարծես հուշում է ինչի հետ է կապված քո ուրախությունը, դու ինչն է քեզ շատ ուրախացնում, ինչով ես դու սիրում ուրախանալ, սրանք հարցեր են, որ պատասխան ունի իր մեջ։ Մենք օրինակ երեխան շատ չնչին բաներով երբեմն նկատում ես ինչ քիչ բան է պետք քեզ բալես, որ դու դրանով ուրախանաս, չէ՞։ Բայց երբ նա հասունանում է, այն ինչը որ ուրախացել է ժամանակին, խաղալիք, փայլուն բան, չէ՞, լույսիններ, ինչ որ հիմա այլ դա իրան չի ուրախացնում։ Նրա արժե համակարգը սկսում է փոփոխվել, նա իր հասակի հետ միասին իր ուրախության, այսպես ասած, պատճառները փոփոխվում են։ Սա ցույց է տալիս, որ մենք հոգևոր իրականության մեջ հասունանում ենք։ Մենք արդեն չենք ուրախանում փոքրիկ բաներով, սպղուն բաներով, նաև հոգևոր իմաստով։ Հետո մի մեծ խորհուրդ էլ կա այս ամենի մեջ։ Հայրը քեզ շնորհք է տվել ու մեծ նվերներ է տվել։ Եվ դու այդ նվերները ընդունելով էլի քիթումռութ ես անում։ Մոնաթով աղոտ տեսել ես։ Ժողովրդի լեզվով ասած։ Աբա մի հատ չես ուրախանում։ Այո։ Սենց մեծ նվեր է շնորհվել քեզ։ Նախ գիտություն իր մասին, ճանաչողություն իր մասին, հետո իրավունք է տվել քեզ, որ իրեն հայր անվանես Սուրբ Հոգով։ Բա այս նվերները քեզ ուրախություն չեն տալիս։ Ու էլի նույն բողոքավորն ես մնում։ Տեսես ինչքան վիրավորական է, հաջող տողերը որ կարդանք, նա ինքը սկիզբը ուրախության սկիզբը կառուցում է հեզության, Աստծո արչև հեզության վրա, այսինքն Աստծո, ինչպես ասացինք, Աստծո առաջ դու դառնես անդիմադրելի, այդ խոսքի առաջ դու դա հիմքն է։ Գիտեք, ուրախության հիմքը խոսքին վստահելն է, խոսքի վրա որպես հիմք խոսքը ընդունել եւ դրա վրա կառուցել տունը։ Տես ինչ ասում առակը, Հիսուս ասեց. իմաստուն է այն մարդ, ով իր տունը կառուցում է վեմի վրա կամ հիմքի վրա։ Ինչու ինչով է պայմանավորված մեր ուրախությունը, որովհետեւ երբ որ հիմքը ճիշտ է, հիմք կա եւ դու տուն ես կառուցել, քո սիրտը հանգիստ է, դու խաղաղ ես, դրսի փոթորիկները քեզ չեն վախեցնում, սրանով է պայմանավորված ուրախությունը եւ այստեղ հենց ինքը հիմքի մասին է խոսում։ Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց, որովհետեւ Տերը մոտ է նրանց, ովքեր հեզ են, ովքեր սիրում են Աստծո խոսքը եւ ընդունում են իրեն այնպես իր ամբողջ բովանդակությամբ, ինչպես որ կա։ Սա էլ է նախապայման ուրախության։ Եվ նայ հաջորդը խոսում աղոթքի մասին։ Նաեւ սա կարող ենք ասել վերաբերմունք Աստծո հետ։ Տես աղոթքի գեղեցիկ մոդել է տալիս Պողոս Արաքյալը։ Հոգ մի արա, մի փորձիր
տագնապներով շարժվել։ Ինչու, որովհետև հիմքը տամուր է։ Դու այլևս հոգ անելու բան չունես։ 23 սաղմոսն էլ այդպես սկսում։ Այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով Ամեն։ եւ գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինեն ասում։ Նկատում ես ինչ գեղեցիկ է։ Աղոթք անել սովորի։ Սովորի քո աղոթքիդ մեջ ինչպես վասիր, ոչ թե մունատ գաս, ոչ թե խնդիրները բերես Աստծո մոտ ու թելադրես թե ինչպես անի։ Այս հեզությունը հենց նայած սրանով է պայմանավորված։ Աղոթքիդ մեջ դու թելադրում ես Աստծուն, աղոթքիդ մեջ դու պահանջատեր ես, թե գոհություն կա քո աղոթքի մեջ, քո աղաչանքի մեջ, նկատում ես ինչ։ Հիսուս Քրիստոսի անունով եւ շնորհակալության զգացումով, որտեվ Սաղմոս 2-ն ասում է ինձ ձեր զոհերը պետք չեն, գոհության պատարակ մատուցեք ինձ, գոհության պատարակը ինչ կարևոր է գոհությունը, ամեն ուրախության սիմպտոմները հենց դրանով են, չգիտեմ ճիշտ բառ եմ օգտագործում, հենց դրանով բաղադրիչներ, այսինքն չկա գոհություն եղածիդ մեջ, վիճակիդ մեջ, ծայրահեղ վիճակիդ մեջ, չկա գոհություն, դու կորցրել ես ուրախություն, դու տագնապի մեջ ես, դու շփոթված ես, դու հոգսերի մի ամբողջ կույտ ես վերցրել քո վրա, դու տառապում ես այդ հոգսերով, որովհետև չկա գոհություն։ Կամ 50 սաղմոսներ շնորհակալության աղոթք բերողը փառաբանումա, պատկերացնում ես մուննաթով շնորհակալություն ասես, դժգոհությամբ շնորհակալություն։ Այդպես մի ֆիլմ կար Մոցարտ Սալյերին, որ Պուշկինի թունավորում է Մոցարտին, ինքը տանջվում ամբողջ գիշեր մի քանի նոտաներ է կպցնում, իսկ Մոցարտը գալիս մի անգամից տարբեր նոտաներով երաժշտություն է նվագում, այս բանը Սալյերին աղոթքանում, շնորհակալ եմ Տեր, ինքը ոչ աշխատեց, ոչ բան արեց, բայց ինչ երաժշտություն գրեց, ես այդքան տանջվեցի ու այդ ստեղծեցի, շնորհակալ եմ, էլի մոնատով դժգոհություն։ Մոնատով շնորհակալություն։ Դե որ ասել ես, բայց գոհունակ սիրտը ուրիշ է, օրգանիկ է ինքը դա շաղախված է, ինքը գիտի ինչի է գոհանում, ինքը գիտի, որ ինչ որ իր կյանքում կատարվում է, Տերը տեղյակ է եւ Տիրոջ կամքը բարի է, հասկանում սրանք այնքան շահկապված են իրար եւ սրանով է պայմանավորված մեր ուրախությունը, գոհությունով, աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինեն եւ խաղաղության Աստվածը, որ ամեն մտքից նկատում եք այդ ուրախության մասին է խոսում այստեղ Պողոս Առաքյալը եւ խաղաղության Աստվածը, որ ամեն մտքից վերը կպահե ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Այսինքն սա փոխադարձ վերաբերմունքի փոխհարաբերության մասին է խոսում մարդ Աստված, որի արդյունքում ձևավորվում այս երկնային արքայության ուրախությունը։ Արքայության մեջ միայն ուրախություն կա, արքայության մեջ չկա, չի կարող լինել տագնապ, շվարանք, հոգսեր, տրտմություն, չի կարող, եթե դա կա, սրանով ենք մենք համոզվում, եթե դա մեր սրտերում կա, ուրեմն մենք չունենք արքայությունը, վիժվել է խոսքը մեր մեջ, մենք հիմքի վրա չենք կառուցել տունը, մենք լավ էլ հասկանում ենք, որ ավազի վրա ենք կառուցել ու հեսա պիտի քանդվի, ինչքան ժամանակ, ինչքան պետք է տուն կառուցենք ու ինքը քանդվի, չենք հոգնել, այ Հիսուսը, որ ասում է, եկեք ինձ բոլոր հոգնածներ, այս տեսակին է վերաբերվում, որ մեռավ տուն շինելով։ Դավիթը 51-րդ սաղմոսում Նաթան Մարգարեի հանդիմանելուց հետո ինչ հետաքրքիր բառեր ասում, ցնծությունն ու ուրախությունը վերադարձրու ինձ եւ տառապած ոսկորներս
կցնծան գործրել է ցնծությունն ու ուրախությունը մեղք է գործել տիրոջից հեռացել է ցնծությունն ու ուրախությունը վերադարձրու ինձ իսկ Հիսուս աղմոսում եթե ինձ զոհ ես մատուցելու երախտագիտությունը տնցայիր ասվում է 15-րդ խոսքում եւ վերջում նա որ զոհի փոխարեն իր երախտագիտությունն է ընծայում երախտագիտությունը սովորաբար ուրախությամբ են ընծայում ուրախությամբ են ասում այսինքն քո ասված Աստծո առաջ կանգնելու հարթությունը հեզությունն է խոնարհությունը եւ ուրախությունը Գրիգորի եղբայր մի հատ բան էլ սարտումս կա որ քո իրավունքով կուզեմ դրա մասին խոսալ տես գոհություն բառը դու շատ ես սիրում սա հա եւ աղոթքից մեջ շատ շնորհակալ եմ գիտես ոնց ասեմ միտքս նայ մենք 1000 պատճառ ունենք շնորհակալ լինելու Աստծուն գոհացող մարդը ոչ թե Աստված հիմա քեզ ինչ որ բան արես դու գոհացար այլ գոհացող մարդու կերպարը իր մեջ գիտես ինչ ունի հակում գտնելու Աստծո ողորմություն իր կյանքում նա հակված է դրան համար ասեմ քո խոսքը ամրապնդելու համար Հիսուսն ասում է հիմա դուք տրտմած եք որովհետև ես գնալու եմ բայց հետո կուրախանաք այսինքն երկու թևերը տրտմությունը եթե տրտմություն կա քո մոտ հետո ուրախությանա դառնալու դա եթե տիրոջ հետ ես եթե տիրոջը հաճո ես ապրում ճիշտ է բայց միտքս ուզում եմ ավարտեմ լրիվ համաձայն եմ քո հետ նայ մարդ շնորհակալ բառը շատ սիրուն բառ է մարդ որը շատ շուտ ընկալում է տիրոջ շնորհքը ընկալում է եւ շնորհակալ է դա իր բնույթը գիտեք ինչ անում Աստծո խոսքը մեր մեջ կառուցում է շնորհակալ շնորհքը ընկալելու կարողություն մի հատ եմ ուզում ասեմ որ սա շատ կարևոր է այդ բառը Աստծո խոսքը հիշում ես ով շնորհակալ այո այսինքն շնորհը ընկալել ես Աստծո խոսքը մեր մեջ ձևավորում է շնորհ ընկալություն շատ կարևոր է սա գոհունակություն դու քո բնույթը վերստին ծնունդի արդյունքում դառնում է մարդու տեսակ որը շատ շուտ կարող է ընկալի շնորհքը եւ գոհունակություն արտահայտի եթե ես գոհունակ չեմ փոքր բաների մեջ նայ այս падգամը շատ ամեն ինչին է վերաբերվում փոքր քիչ բաների մեջ հավատարիմ եղար քիչ գիտեք մենք շատ շուտ ենք մոռանում քիչը եւ եթե մենք քիչը մոռանում ենք մեզ շատը չի տրվի համաձայն ես այսինքն Աստված իր բնույթով նա ինչ հետաքրքիր բնություն ունի Տերը իր բնույթի մեջ սա կա ինքն է ասում այս խոսքը ես բարձունքներում եմ այսինքն ով կարա նրան հասնի ով ունի նրա գիտությունը ով կարող է նրա խորհուրդները հասկանալ շատ մեծ են ասում ես չեմ կարող այսինքն Աստծո մեծությունը Աստված ինքը մեծ լինելով փոքր բաների մեջ շատ հավատարիմ է ամեն նա ինչ ասում ես բարձունքներում եմ բայց կոտրած ու խոնար հոգիների հետ եմ նկատում ես այն բարձրի ու ցածրի այդ ամպլիտուդան ոչ մի մարդ չի հասել չի կարա հասնի այդ վեհը որ կարող է իջնել եւ Քրիստոսի խորհուրդներ էր դա նա իջավ եկավ մարդացավ այսինքն ինչքան նրա պես ցածր իջնող չի եղել տենում ես ինչ հավատարիմ անա փոքր բաների մեջ Աստված եւ նա մեզ հենց դա է սովորացնում գոհունակությունը իր մեջ ունի հակում նկատելու փոքրիկ բաները
եւ ընկալելու այդ շնորհքը փոքրիկ բաների մեջ եւ շատն էլ նրան կտրվի այ օրինակ բերենք դու հիմա շնչում ես օրինակ ես ասում եմ 1000 դու պատկերացա 10000 ինչ որ մեկը թող պատկերացի 1 միլիոն պատճառները այնքան շատ են այդ շունչը որ դու քաշում ես դա էլ է Տիրոջ ողորմությունը դու դա պետք է նկատես ստեղ երբ որ ասում եմ գոհունակ գողությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն ասում Պողոս Առաքյալի այս խոսքը մեզ ստիպում է բացահայտելու այն փոքր բաները, որ Աստված մեր կյանքում անում է, այդ փոքրիկ հրաշքները, եւ դու դա նկատում ես, Տեր, դրա համար եթե չեմ սխալվում, Հոբը իր նեղությունները, տագնապները, չգիտեմ, այդ ծայրագույն, այդ ցավերի մեջ կարծես թե բողոք է ներկայացնում Տիրոջը, հա, բայց անպայման այս բառը ասում էր, բայց դու արդար ես։ Քշվելու բանը։ Սա նշանակում է, որ ես ունեմ քեզ հարցեր, Տեր, շատ հարցեր ունեմ։ Բայց մեղադրականով չեմ գալիս, ես համաձայնված եմ քո հետ, բայց չեմ տեսել։ Ես բայց գիտեմ, որ դու արդար ես, հասկանում ես, սա է հենց այսա Տիրոջը խենթացնում է, թույլ տվեք մի քիչ այսպես, որովհետև Պողոս Առաքյալը գիտես ինչ ձև է մեկնաբանում այս խոսքը, ասում է, երբ որ դու այս տեսակ աղոթքով ես մոտենում Տիրոջը, հիշելով նրա հրաշքները, փոքրիկ անգամ քո կյանքում, դա Աստծո առջև հայտնի է։ Տեսեք, կարդամ, որ պատկերացնենք, ձեր տեսեք, ոչ մի հոգս մի արեք, այլ ամեն բանում, աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով, միայն այդ դեպքում ձեր խնդրվածները հայտնի կլինեն Աստծուն։ Ամեն։ Իսկ եթե Աստծուն հայտնի է, վստահաբար դու պատասխան ես ստանալու, վստահաբար, անխուսափելիորեն։ Ամեն, ես էլ ուզում եմ իմի բերել ասվածը, նախ շնորհը ընկալելու մասին, որ ասեցիր, շնորհ ընկալել նշանակում է նաև երախտապարտ լինել, որի հակառակն է ապերախտ։ Այո։ Ոչ մեկը չի կամենում, որ ապերախտ լինի Աստծո առաջ։ Դա այն տեսակն է, որ չունի իր մեջ գոհունակության հոգի, նա կապ չունի Աստծո հետ։ Չի կարող ապերախտը Աստծո հետ կապ ունենա։ Ոչ մի ձև։ Եվ ասելով ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ուրախ եղեք, չի նշանակում, որ մենք այսօր ասում ենք գնա ուրախ եղի։ Գնա ուրախ եղի, հա։ Դա շարունակությունը ինչի մասին։ Այսինքն նաև կա մյուս կետը, Տեր սովորեցրու ինձ երախտագետ լինել, սովորեցրու ինձ շնորհակալ լինել։ Ճշմարիտ այդ խոսքը։ Այդ դրանից կբխի արդեն օրինակ կարանք սենց աղոթք անեն Գրիգորը պետ։ Տեր սովորեցրու ինձ նկատել ամենափոքրիկ բաները, այն ինչ որ արարել ես քեզանից։ Կոչվում է փոքր քայլերի արվեստ։ Քո փոքրիկ հրաշքները նկատել մեր կյանքի մեջ չկա մի օր որ Աստված մենք շատ մեծ բաների հետևից ենք ընկնում կորցնելով փոքրերը այն քիչը անհավատարիմ լինելով քչին մենք կորցնում ենք մեծը եւ կորցնում ենք մեր ուրախությունը նայեք ինչ նուրբ բանա ինչ կարմիր գիծա այստեղ գծում Պողոս Առաքյալը որ հասկանանք ուրեմն նայ համաձայնված Աստծո հետ կամ դիմադրելի Աստծո խոսքին եւ դու ընդունում ես այն քո կյանքի մեջ հասկանաս թե չհասկանաս միևնույնն է սիրում ես հասկանաս որ քո կյանքը դրան իր խոսքի հետ է կապված որի արդյունքում քո աղոթքը որակավորվում է որակով աղոթք ես անում ճիշտ աղոթք որը հասանելի է դառնում Աստծուն հայտնի է դառնում Աստծուն եւ 7-րդ խոսքը տեսեք ինչ կապ ունի ուրախ եղեքի 4-րդ խոսքի հետ ասում միայն այդ դեպքում միայն Աստծո խաղաղությունը որ ամեն մտքից վեր է կպահպանե ձեր սրտերն ու մտքերը
Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն։ Պաշտպանությունը դու չես կազմակերպում, նա է կազմակերպում, նրա խոսքն է կազմակերպում, նրա հանդեպ եղած քո ուրեմն վերաբերմունքն է կազմակերպում քո կյանքում այդ ուրախությունը կամ խաղաղությունը։ Տեսա՞ր որ դու ընես չի որ ուզեցիր ուրախ լինես, ուրախ եղար։ Տեսա՞ր որ քո ուրախությունը քո տրամադրություններից կախված չի։ Հիմքը խոսքն է։ Ու ասացվածք կա։ Ես ուզում եմ այդ ասացվածքի պատասխանը յուրաքանչյուրս ունենանք։ Ինչիդ վրա ես ուրախանում։ Ես գիտեմ ինչից վրա ես գիտեմ ում եմ հավատացել։ Պողոս Արաքյանն էր ասում սա։ Ես գիտեմ ում եմ։ Այ ես գիտեմ ում եմ հավատացելը, այ այս ուրախության երկնային անփոփոխ ուրախության մասին է խոսում, բայց թույլ տուն մի հատ էլ առաջ գնանք, եթե կարելի է։ 8-րդ խոսքը շարունակում է. այսուհետև եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ է, ինչ որ արդար է, ինչ որ սուրբ, ինչ որ գեղեցիկ, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է եւ թե գովություն է, այն մտածեք։ Տեսար որ մեր ուրախությունը ուղիղ մեր մտածելակերպի հետ է կախված։ Սա արժե համակարգը, սա կառույց է։ Չի կարա լինի մեկը դրախտում։ Թույլ տվեք սա ասեմ, շատ կարևոր է։ Չի կարա լինի մեկը գնա մեկը դրախտ, եթե դրախտը չի եկել այստեղ։ Խոսում է դրախտի մասին, Գրիգոր։ Եթե դրախտ չի, ուրիշ ինչ է։ Նույնն ասած դրախտը պիտի գա մեր մեջ, որ մենք գնանք դրախտ։ Չես կարող Եգիպտոսից դուրս գալ։ Մոտիկա, մի հատ էլ ասա։ Չէ, դու պիտի ասես այս։ Ուրեմն չես կարող Եգիպտոսից դուրս գալ, եթե Եգիպտոսը քո ներսում է։ Վերջացավ։ Սրանով է պայմանավորված մեր ուրախությունը։ Եվ 9-րդ խոսքն է կարդանք եւ քո իրավունքով շարունակես ես չէ արդեն ժամանակը սպառվում է դու կարող ես դրանով հենց այն սովորեցիք եւ ընդունեցիք եւ լսեցիք ինձանում տեսակ այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի ամեն շատ լավ բան է շատ լավ համարներ կարդացիր Աստվածորդնի իսկ ժամի առումով չէ դու վերջացրու միտքդ հա միտքս վերջացրու դեռ ունենք այո ժամանակ ունենք ուրեմն ֆրանսիացիները մի հրաշալի ասացվածք ունեն ասում են խնջույքի սեղանից դուրս արի այն ժամանակ երբ որ զգում ես որ մի քիչ էլ տտեիր այսինքն աչքը թող մնա դեր համը բերաններս այո իսկ երբ որ խոսում ես տենց քարոզիչներ կան խոսում են զգում ես որ կերար շատ կերար հիմա փառք Տիրոջը ես ի սրտե մաղթում եմ բոլորիս որ ուրախ սիրտ ունենանք ուրախ լինենք այո Պողոսը պատահաբար չի ասում կրկնում եմ նորից ասում եմ ասում եմ ձեզ համար վնաս չի կրկնությունը լսելը իմ համար դժվար չի կրկնությունը ասելը բայց ձեզ համար շատ օգուտ է ուրախ եղեք ամեն եւ գոնե ձգտում ես ձգտում եմ ուրախ լինել Տեր օգնիր ինձ այսինքն ես ձգտում եմ ուրախ լինել, բայց հարցը սրանում է ինչ ուրախության մասին ես մտածում։ Գիտես, ուզում եմ անպայման սա շեշտենք։ Ինչ ուրախության մասին է քո ակնկալիքը։ Ինչ կուզեիր ունենայիր, չէ՞, որ ուրախանայիր։ Ամեն։ Ինչով են ուրախանում աշխարհում մարդիկ։ Ինչ լավ քարոզեցի, ինչ լավ խոսացի, լավ բան են ասում, ինչ ուրախություն է, ես ինչ լավ երգեցի։ Չէ, կամ էլ ասում են, մենք աղոթեցինք, որ Տեր ես ինչ բանը մեզի տա, ու մենք շատ ուրախ ենք, որ Տերը տվեց, հա, բայց լավ էր, բայց դա մանկական, թույլ տվեք այսպես ասեմ, դա Տերն էլ ուրախ է, երբ որ իր որդիներին, մանուկներին
ինչ որ նյութական բաներ է տալի ու մանուկները շատ ուրախ են, ասենք 4-5 տարեկան երեխան, բայց լացելու է, երբ որ 20 տարեկան երեխան էլի ուրախանում է իր պապայի բերած կոնֆետիկով, սա նորմալ չի, սա լացելու բան է, պապան էլ կլացի, համ պապան կլացի, սա տերը մեզնից չան, մեր ուրախության, այսպես ասած, ակնկալիքները, ինչպես ասացինք, ուզում եմ կրկնեմ, ըստ մեր արժե համակարգի, որը պետք է փոփոխվի տարիների ընթացքում, դա է, ինչ արժե համակարգով ես ուրախանում, ինչ ունես, որ ուրախանում ես, եւ մենք հիշեցինք Սուրբ Հոգու պտղի մասին, որ Գաղատացիս 5:22-ում խոսում է եւ դա ուրիշ հոգեվոր մակարդակ է։ Մերսի Գրիգոր եղբայր, շատ լավ քեզ շնորհակալություն։ Քեզ ոնց որ ասած բանը ոնց որ ասած չթողեցի շատ խոսած։ Չէ, շնորհակալ եմ Աբրամ ջան։ Բայց խնդրում եմ հպարտություն չհամարեցի։ Ուղղակի շատ ոգևորվում եմ երբեմն։ Շատ լավ է, փառք Աստծո։ Մարդ պիտի ոգևորվի իր ներքին ասելիքով։ Պատկերացնում ես, միասին չունես ասելու բան, ո՞նց կարող է չունենաս ասելու բան։ Դատարկես, Տերը չի լցրել։ Չեմ ուզում դատարկ մնամ։ Հա բա։ Հարևանի մոտ, ընկերոջ մոտ, գործերի։ Շատ լավ սաղմոսներ ունեն, թող սրբերը, Հիսուսի դուստրն է գրել, թող սրբերն ուրախանան փառքով եւ ցնծան իրենց անկողիններում, վաու։ Ամեն շատ ամեն։ Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա, Սաղմոս 33, Սաղմոսի մեջ բավականին համարներ կան ուրախության մասին, Դավիթի ուրախությունը ոչ թագավոր մարդ էր, Բարելը տապանակի առաջ։ Կինը որ ասում է, ես ինչ լավ էր կակավում, պես թրվռում։ Գիտես ինչպես են մեկնաբանում դա, Դավիթը բան էր, հեփութ էր հագել, հեփութը դի աղքատների հագուստ էր, ինքը թագավոր լինելով, աղքատի հագուստը ինքը դեյայի պես է։ Հա։ Այդ կակավելը, որ բարելը, ինքը անկապ շարժում, գժի պես արե, անկապ շարժումներ արե, այն աստիճանի, որ այդ փեշերը բարձրանում են և ոնց որ անարգված լինի թագավոր էլի, այս տպավորությունը, ու կինը իրան ասում է խայտառակ եղար, սենց ասած, ժողովրդի առաջ, մարդիկ քո մերկություններ տեսան, այդ իմաստով, Դավիթի պատասխանը ինչ գժվելու է, ասում ես պատրաստ էի ավելի խայտառակ լինելու, այսինքն այդ ուրախության ճիչը իր մեջ, այդ չգիտեմ ինչ բառ կարելի ասել, այդ հիացմունքը, զարմանքը իրան գժվացրել էր Տիրոջ ներկայության մեջ, տապանակի առաջ, վաու, շատ դետալներ կան, ինչպես Մարիամը, որ եկավ այցել, հղի Մարիամը եկավ այցելելու Եղիսաբեթին, հա, այնտեղ էլ ցնծումը, խաղումը, երեխան որովայնում, ուրախության արտահայտություններ են։ Մենք 1000 պատճառ ունենք ուրախանալու, այնքան շատ, որ ոչինչ այս աշխարհում չի կարող այդպես մեզ տխրեցնել եւ շփոթմունքի մեջ գցել, որովհետեւ մեր Տերը զորավոր է եւ նրա խոսքի վրա տուն շինողները հանգիստ են։ Աղոթի Գրիգոր, թե չէ հենց կարող է շարունակենք։ Հայր փառք քեզ, շնորհակալություն ու գոհություն Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալություն մեր քույր եղբայրների համար, շնորհակալություն քրիստոնյաների համար, շնորհակալություն բոլոր նրանց համար, ում բերելու ես ապաշխարության։ Շնորհակալ ենք Տեր, դուր որ ուրախ գոհունակ սրտով քեզ մոտենանք Տեր։ Դուր որ մեր հայրենիքը, մեր հայրենակիցները Տեր ուրախություն տեսնեն Տեր, քեզանից բխող ուրախություն Տեր։ Ամեն Տեր։ Ողորմյա Տեր բոլոր նրանց ովքեր նեղությունների, դժվարությունների մեջ են, Հիսուս Քրիստոսի անունով, թող նրանց սրտերը զվարթանան, թող ուրախանան։ Ամեն։ Ամեն։
մի սաղմոս էլ կա, որ մեր Անուշ քուրնը գրել, չեմ կարող չանրադառնալ այս սաղմոսին, ճիշտ թեմայի մեջ Դավիթը հետաքրքիր մի հատ իմ շատ սիրած կերպարներից մեկն է, նստում ու սկսում է հաշվել Տիրոջ բարիքները, պատկերացնում ես, վեճ արել ենք մենք այդպես բան, մենք նստել ենք, սկսենք մտածել, թե Աստված ինչ բարիքներ է մեզ, ու ինչ է ասում է, հլը իմ անձս, հլը արիստ է, դու տվեք մի քիչ մեր ձևով մեկն է, մի հատ եկեք ստեղ հլը, սաղըտ, միտքս բան, չէ, մեր անձը, մեր միտքն ազգացումները, միտք զգացում և ինչներ, մի բան էլ կար, 3 տարբեր բաներ, շունչը, ուրեմն, մի հատ հավաքվեք հլես, ինչ եք ծրվե, միտքս մի կողմ, զգացմունքներս մի կողմ, կամքս մի կողմ, հլը արեք ստեղ, հավաքվենք, մենք նստեք շուրջս, սկսում ենք հիշել Տիրոջ բարիքները, ու այս սաղմոսն է գրում, Այդ երկը դու ինքան լավ էր երկում։ Օրնի Տիրոջը ով իմ անձը, ով իմ անձը, անոր բոլոր բարիքները մի մոռնար, նա կները քո մեղքերը, և սենց է, սկսում է հիշել, պատկերացնում, սա աղոթք է, սա լուրջ աղոթք է, դու չես կարող աղոթես, առանց հիշելու Տիրոջ բարիքները քո կյանք, այդ աղոթքը անորակ է, խնդրանք ունես, աղաչանք ունես, լավ է որ ունես, պետք է որ բերես Տիրոջ առաջ, բայց եթե չկա գոհության, այսպես ասած, զգացողությունը, մասնաբաժինը, հա, ճիշտ եմ ասում, բաղադրիչը, այդ աղոթքը անորակ աղոթք է, յա կպատասխանի, յա չի պատասխանի, կներեք ես խոսքիս համար, բայց երբ որ դու սկսում ես աղոթքիդ մեջ առաջին գործը սա լինի, մի հատ հավաքվի հլը, սաղըտ եկեք, պիտի չոքենք Տիրոջ առաջ ու հիշենք Տիրոջ բարիքները, նեղության մեջ ես, դժվարության մեջ ես, սկսում ես այսպես քո աղոթքը և չես պատկերացնի, դու չես պատկերացնի, ինչպես այդ աղոթքը բարձրանում երկինք, բայց կարևորս է անկեղծ գողությունը, անկեղծ հավաքվես, հաշվես, հաշվում ես ինչեր արել, բայց չհաշվես քո ժողովրդին, չհաշվես քո զենքերը, որ Տերը պատժի, այսինքն սահմանը պահես։ Ինչն ենք մենք սիրում հաշվել, մեր հոգսերը, թե Աստծո բարիքները։ Ամեն։ Եվ Դավիթ այստեղ գաղտնիքը բացատրեց, նա բացահայտեց, նա գտավ գաղտնիքը Տիրոջ սիրտը գրավելու։ Սա շատ լուրջ բան է, և ուրախություն կա սրա մեջ։ Իմ Դավիթ ծառայի սրտի պես սիրտ չունեցավ, քանի տեղ նշում են ժառանգների։ Ամեն։ Մենք աղոթեցինք։ Ամեն։ Քուրեր եղբայրներ աղոթքը թող շարունակվի և մերսի Գրիգոր եղբայր, շնորհակալ ենք այս թեմայով։ Դու մեզ միտք տվեցիր, խորհուրդներ բացեցիր, գաղտնիքներ ուրախության մասին։ Տեր օրհնի ձեզ այդ քուրս եղբայրներս և առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին։ Մանրանաթա, Տերը շուտով գալու է։ Ամեն։